Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն է նորից եթերում եւ ուզում եմ իհարկե ավանդույթի համաձայն նախորդ մեր բոլոր ունկնդիրներին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն օր սպասում են Փակ TV նոր եթերներին։ Իհարկե այն իրավիճակը, որը մենք այսօր ազգովի հայտնվել ենք, այսպես մեղմ ասած շատ տխուր է։ Եվ ամեն անգամ այս կամ այն հյուրին հրավիրելով մեր տաղավար փորձում ենք անկեղծ զրույց վարել, թե ինչ կարելի անել իրավիճակը քիչ թե շատ շտկելու համար։ Մեր հյուրերը, եթե նկատել եք, հիմնականում այն անձինք են, ովքեր քաջատեղյակ են այսօր ստեղծված իրավիճակը։ Եվ պիտի ասեմ, որ մեր այսօրվա ցանկալի հյուրն էլ նույն անձնավորություններից մեկն է, ով գիտի թե որը ինչից հետո է։ Մեր այսօրվա իսկապես ցանկալի հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, մեր ճանաչված հասարակական քաղաքական գործիչներից մեկը Էդմոն Մարուխյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մարուխյան, իսկապես ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, որտեղ ձեզ հետ ես միշտ այսպես շատ ազատ, հանգիստ զրույց եմ վարում, քանի որ դուք իսկապես միշտ բաց եք, միշտ այսպես թափանցիկ եւ ամենակարևորը աշխատում եք իրերը կոչել իրենց անունով։ Տեսեք, մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ թե ներկա իշխանությունները, թե նախկինները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պայքարը գնա վատերի ու ամենավատերի միջև, կարծես թե չէ, այսպես ասում են, որքան վատ, այնքան լավ, այս սկզբունքն են որդեգրել։ Եվ վերջապես երբ պիտի գա ժամանակը, որ թե նախկինները, թե ներկաները պիտի հասկանան, որ ժամանակն եկել է, որպեսզի իրենք թողնեն քաղաքական դաշտը, որպեսզի կարողանանք ինչ-որ նոր իրավիճակ ստեղծենք, այս մասին ընդհանուր առմամբ ինչ կարող եք ասել։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ ձեզ տեսնել, հուսով եմ, որ ամեն ինչ կարգին է ձեր մոտ։ Եվ ես ուզում եմ ասել, որ շատ բնական է, որ նախընտրական շրջանը արդեն մեկնարկած է Հայաստանում, որովհետև ընտրություններին 1 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, այսինքն 8 ամիս ժամանակ է մնացել կոնկրետ, եւ բոլոր ուժերը փորձելու են դիրքավորվել։ Հայաստանում ամենաշատ ռեսուրսը այսօր կուտակված է նախկին իշխանությունների եւ գործող իշխանությունների ձեռքերում։ Մնացած բոլոր ուժերը ավելի սահմանափակ ռեսուրսներով են հանդես գալիս։ Սակայն կան ռեսուրսներ ունեցող ուժեր եւ այս իմաստով ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ սկսել լոբինգ անել խոշորացման, այսինքն այն ուժերը, որոնք որևէ կերպ թաթախված չեն եղել ոչ նախկին իշխանությունների գործունեության ժամանակ տեղի ունեցած արհավիրքների հետ, ոչ ներկա, այդ ուժերը կարող են համախմբվել եւ իրենց ռեսուրսները մեկտեղել եւ դրանով հնարավորություն կարող է բացվել, որ ոչ թե կտոր, բազմաթիվ 30 ուժով մասնակցեն ընտրություններին, այլ 4-5 ուժ մասնակցի։ Տեսեք, մենք ոչ մի բան չենք կարող անել, պարոն Ղուշյան ջան, որ օրինակ նախկինները չմասնակցեն։ Մենք ոչինչ չենք կարող անել։ Իրանք կան, իրանք ունեն ռեսուրսներ, իրանք մասնակցելու են։ Բնականաբար իշխանությունը դրանից օգտվելով պետք է շարունակի այդ սև ու սպետակի քաղաքականությունը, հնի նորի քաղաքականությունը, այդ բաները, թեզերը արդեն իսկ շրջանառության մեջ դրված են, նույն երրորդ հանրապետությունը այլևս չպետք է լինի, չկա, կործանվել է եւ այ մենք ձեր համար կհիմնադրենք 4-րդ հանրապետություն։ Այս ամեն ինչը նախկին ներկա բանաձևերի ուղակի բան են, խոսքերը որոշակի բառամթերք ձևափոխում են, որ մի քիչ տարբերվի նախորդ ընտրություններից։ Դե հիմա չեն կարող ամեն ընտրության նույն բաները խոսել։ Դրա համար ես կարևորում եմ, որ շատ կարևոր է, որ առողջ ուժերը համախմբվեն եւ խոշորանան եւ թույլ չտան, որ տեղի ունենա ամբողջ մրցակցությունը նախկինի եւ ներկայի միջև։ Ամեն ինչ կախված է ըստ էության նաեւ մեզանից, մեր նման ուժերից, որ կարողանանք մի այնպիսի իրավիճակ ձևավորել, որ այդ խոշորացումը տեղի ունենա։ Չէ, մեկը ամբիցիաների խաթեր պատճառով չի ուզում այդ խոշորացումը, այն մյուսը իր մասին մեծ կարծիք է, այն մյուսը անձնական խնդրեմ ունի, բան, ես կարծում եմ պետք է այդ բոլոր մանր հարցերը, ինչ եմ ասում մանր, որովհետև եթե խնդիր ենք դրել պետությունը պաշտպանելու, պետությունը այս իրավիճակից հանելու, այսինքն մեր նպատակը այն արժեքը, որ ուզում ենք պաշտպանենք, ավելի մեծ է,
քանի իմ որևէ մեկի հետ ունեցած անձնական խնդրից կամ այն մյուսի հետ ունեցած անձնական խնդրից կամ որևէ տարաձայնություններից։ Պետք է այդ ամեն ինչը դրվի մի կողմ։ Իմ տեսլականը սա է, այսինքն ամեն ինչ տանել դեպի խոշորացում ընտրություններին ընդառաջ։ Պարոն Արուքյան, օրեր առաջ մենք ականատես եղանք երկրի երկրորդ նախագահի մամլո ասուլիսին եւ շատ հետաքրքիր հարցեր, փաստեր մենք ինչպես ասում են, փաստերի տեղեկացանք։ Նախ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք գնում են ընտրության, ինքը նորից գլխավորելու է իր կազմակերպած այդ կառույցը, ավելին նա ասաց, որ ընտրություններին հաղթելու շատ մեծ հնարավորություն ունի թե Հայաստան եւ թե Սամվել Կարապետյան դաշինքները։ Այսրանք մի խոսքով նույնիսկ փաստորեն ասեց, որ հնարավոր է, որ մենք այսպես համատեղեր գնանք դաշինքով։ Արդեն մարդիկ սկսել են նախագծել իրենց ծրագրերը եւ այդ մասին բացեբաց հայտարարում են, բայց ես նորից եմ կրկնում, երբ պիտի մեր թե նախկինները, թե ներկաները հասկանան, որ ժամանակը եկել է, որպեսզի իրենք քաղաքական դաշտից դուրս գան, այլ կերպ հնարավոր չի երկրում ինչ-որ լուրջ փոփոխությունների հասնել։ Ուժան ջան, չի գալու այդ ժամանակը, որ իրենք իրենց կամքով, իրենց հունով քաղաքականությունից դուրս գան։ Նրանք շարունակելու են զբաղվել այնքան, մինչև վերջնական ֆիասկոն եւ հայտարարությունը։ Բայց այս իմաստով ես կարծում եմ, որ ասուլիսի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել, նաև ես ժամանակին օրեր առաջ մի հարցազրույց էի տվել, առաջարկությամբ էի հանդես եկել, եւ նաև դա քննարկվեց, այդ հարցը կոնկրետ տվեցին երկրորդ նախագահին, եւ ես կարծում եմ, որ որևէ առանձին վերցրած ուժ ընտրությունների արդյունքներով հաղթելու հնարավորություն չունի, այսինքն 50 գումարած 1, այս մեր պարագայում կայուն մեծամասնության սահմանադրական նորմը կա, 54% մոտավորապես ձայն է պետք, որ կայուն մեծամասնությունը ձևավորվի, բայց այս իմաստով ոչ մի ուժ չի կարող դա անել, 21 թվականը չէ սա, 21 թվականի իրողություններն այլևս չկան, եւ ըստ էության Քոչարյանի ասածն այն էր, որ կան սոցիոլոգիական ուսումնասիրություններ, այդ ուսումնասիրությունները մենք էլ ունենք, որ առաջին երկու խոշոր բևեռների եւ եթե երրորդ բևեռը ձևավորվի օրինակ, որի հնարավորությունը կա, բևեռների միավորումը ամբողջությամբ պարտության կարող է մատնել Նիկոլ Փաշինյանին։ Պատկերացնենք որոշակի տոկոսով ձայներ ունի չէ երկրորդ նախագահը իր ուժը։ Ինչ որ տոկոսով ձայներ կան, նախորդ ընտրություններին ավելի շատ եղել, հիմա ավելի քիչ կլինի, բայց կան այդ ձայները։ Հիմա մենք պետքա այդ իրողությանը հետ հաշվի նստենք։ Եվ այս պայն կա նոր ձևավորված շարժում, մեր ձևով շարժումը, որը դեռևս հունվարին մոտավորապես հայտարարել են, որ հունվարի կողմ ավելի քաղաքական process կլինի, կձևավորվի քաղաքական միավորը, եւ նրանք էլ ունեն լուրջ հնարավորություններ եւ այդ հնարավորությունները գնալով աճում են։ Եվ ես ելի եմ պնդում, որ նաեւ կա երրորդ հնարավոր բևերի ձևավորման հնարավորություն։ Հիմա այս 3 պայմանական բևերների հանրագումարը ընտրությունների ավարտին բերում է Նիկոլ Փաշինյանի պարտության։ Հիմա կստացվի այդ բևերները իրենց մոտեցումները, օրինակ սուր կողմերը, մի փոքր փոխեն, ընդհանուր համախմբման կոնտեքստ դնեն դրա մեջ։ Դες բոլորն ասում են, չէ՞, մենք ուզում ենք երկիրը փրկենք, մենք խնդիր ենք դրել Նիկոլ Փաշինյանին փոխենք։ Եթե այդ խնդիրը դա է, եթե մեծ արժեք պաշտպանելու համար են գնում, պետք է իրենց ունեցած որոշակի տարաձայնություններ մի կողմ դնեն։ Օրինակ ես առաջարկում եմ, որ Քոչարյանը անձամբ չհավակնի վարչապետի տեխնացու լինել երրորդ ժամկետով, մի կողմ քաշվելով, ուժ ունի, այդ ուժը կա, ձայներ ունեն, շատ լավ, թող այդ ընտրողները կգնան կընտրեն, բայց իր չհավակնելը կարող է բերել ավելի լայն կոնսոլիդացիայի նույն իրենց ուժում։ Եվ մյուս քաղաքական միավորները նույնպես խոշորացման գնան, եւ դա կարող է բերել Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությանը։ Սա արդեն իրողություն է, սա երևում է սոցիոլոգիայում, գիտություն է, սոցիոլոգիան գիտություն է։ Այդ ուսումնասիրությունները կան։ Այսինքն 3 խոշոր բևեռների հանրագումարը ջախջախիչ պարտության է մատնում գործող իշխանությանը։ Գործող իշխանությունը շատ կարևոր է, որ ես մաս ասեմ։ Ինչա ցանկանում է, որ այս ուժերը չմիավորվեն նախապես։ Սրանք գնան առանձին, բոլորը գնան առանձին, եւ առանձին 2 ուժ, 3 ուժ, երրորդը մի քիչ կասկածելի է, եթե առանձին են գնում։ Փորձեն անցնել ընտրական բարիերը
Իսկ մնացած 20 քանի հատ ուժը, որը գրանցվելու է ընտրություններին մասնակցելու համար, չանցն են։ Դե հիմա այդ 20 քանի ուժից մեկը տանում է 1.5%, մեկը 2%, մեկը 3%, մեկը 3.5%, մեկը 3.8%, հարագումարը լինում է 20-25% փոշիացված ձայն, որը որևէ ձևի չի դառնում մանդատ։ Մանդատների բաշխմանը փոշիացած ձայները չեն մասնակցում։ Հետևաբար փոշիացած ձայնը գումարվում է առաջին, երկրորդ, երրորդ տեղերի վրա, եւ եթե 4 էլ անցնի 4, բայց արդեն այդ պարագայում չի անցնելու 4-ը, եւ իշխանությունը նորից այդ փոշիացված ձայներով ապատիկ իրավիճակում կարող է եւ նորից վերընտրվել, վերարտադրվել։ Հիմա չվերարտադրվելու բանաձևը տրված է, չվերարտադրվելու ձևը ասված է։ Քաղաքական միավորները կունենան այնքան քաղաքական կամք, որ այդ քայլերին գնան։ Ես հույս ունեմ, որ այո, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Հիմա գնդակը ըստ էության ավելի խոշոր ուժերի դաշտում են։ Ես ինքս էլ կարծում եմ, որ պետք է բոլորը, նաև մեր քաղաքական միավորը, մեր նման այլ նորաստեղծ միավորներ, հա, բոլորն էլ պետք է փորձեն խոշորանալ իրենց տեսակին մոտիկ որևէ ձևով կամ իրենց մոտեցումներին մոտիկ որևէ ձևով քաղաքական միավորների հետ։ Ինչը շատ նորմալ է, շատ կարևոր է։ Եվ ես ասեմ, ընտրություններին ընդառաջ ժողովուրդը այդ փորձը կա էլի, սիրում են կոնսոլիդացիաներ։ Ցանկացած կոնսոլիդացիա կումուլյատիվ էֆեկտ է առաջացնում։ Ասենք տեսնում են, որ ինչ որ քաղաքական ուժեր իրար հետ հարցեր ունեին, վիճում էին, բանավիճում էին, բայց որ նրանք միավորվում են համոն ավելի բարձր գաղափարի, մարդկանց մոտ հույս է ծնվում այդ իմաստով, որ մեկը փոշմանել էր, չէր ուզում գնալ ընտրությունների, հետո տաններ մնալու, ոչինչ չէր անելու, այդ մարդը առավոտյան տանից դուրս է գալու, գնալու է ընտրական տեղամաս։ Ծախսելու է 30 վայրկյան քվեարկության process-ի ընթացքում 30 վայրկյան է տևում այդ process-ը եւ իր քայլը կատարելու է։ Դա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք կարողանանք քաղաքական միավորների հետ աշխատելով, բնականաբար սա հրապարակային աշխատանք է եւ այն պետք է հրապարակային էլ լինի։ Փորձենք այդ համախմբման process-ը տանել առաջ։ Բոլոր քաղաքական կառույցների ղեկավարները նշում են, որ իհարկե վճռորոշ դերը ընտրություններում ժողովրդի քվեն է եւ վայ նրան, ով որ փորձի կեղծել այս անգամ ընտրությունը, որտեղ կարող են շատ դաժան իրողություն, իրավիճակ ստեղծվել։ Դուք կիսում եք նման կարծիքը, չեք կարծում, որ այնուամենայնիվ խախտումներից խուսափել անհնար է լինել։ Ես կարծում եմ, որ կեղծիքները մեկնարկել են այլևս, այդ կենտրակեղծարությունը արդեն իսկ մեկնարկած է, եւ շատերը ես զարմանում եմ, որ դա չեն ուզում նկատել, շատերը բազային ընտրական գիտելիքներ էլ չունեն, որ հասկանան, որ ընտրակեղծիքները միայն ընտրությունների օրը քվեատուփը լցոնելու մեջ չէ, ընտրությունների օրը որևէ ընտրական արձանագրություն կեղծելու մեջ չէ, ընտրությունների օրը ընտրական տեղամասի մոտ կուտակումների մեջ չէ, ընտրությունների օրը ընտրակաշարք բաժանելու մեջ չէ, այլ մինչև ընտրությունները, այսինքն հենց հիմա քաղաքական հակառակորդներին պատժելն է, հասկանում եք, պատժելը, մրցավազքից դուրս թողնելը, օրինակներով կարող եմ ասել։ Հիմա նայեք, Միքայել Սրբազանը ինչ է ասել։ Իշխանությանը սուր քննադատում էր, չէ՞։ Այդ մարդուն հազարավոր, 100,000-ավոր մարդիկ էին դիտում։ Ինչ անեն, որ նրա խոսքը չազդի ընտրությունների վրա։ Կալանավորել եւ կալանավորել են։ Հետո դատել են։ Հետո դատել 2 տարի, որ ընտրություններն էլ ասի դեռ այդ մարդը բանտում լինի։ Հաջորդը Սամվել Կարապետյանը, որոշակի ազդեցություն ունեցող, հա, կարծիք ունեցող մարդ է, չէ՞, ասում է՝ մի արեք, մի հարցակվեք եկեղեցու վրա եւ այլն եւ այլն։ Ինչ են անում։ Կալանավորել, նորից բանը, արդեն քանի ամիս է կալանքը գնում է, քննությունը գնում, դատ չկա, բան չկա, ապօրինություն է սա։ Մյուսը Վարդան Ղուկասյանը, որ էլի մեծ ազդեցություն ուներ հանրային խոսքում, հանրային դաշտում, բոլորը նստած նայում էին 100,000-ավոր դիտումներով։ Ինչ անել, դիմել ամերիկյան կառավարությանը, հաղորդումներ ուղարկել, 17 հատ քրեական գործ հարուցել, այն որում Երևան քաղաքի ընտրություններից հետո են արել։ Մինչև Երևան քաղաքի ընտրությունները Վարդան Ղուկասյանի նկատմամբ բան չէին հարուցում, ոչինչ չէին անում։ Փագել, կալանավորել, բանանել, արտաքսել, ձայնը կտրացնել, էդ էլ են արել։ Սանկոր, այսինքն կեղծիքները այլևս սկսված են։ Մարդիկ սպասում են, որ պետք է քվեատուփում կեղծիքը լինի։ Ոչ, կեղծիքները վաղուց մեկնարկած են։ Վաղուց։ Եվ այդ իմաստով որևէ մեկը թող միամիտ չլինի, որ մտածի, որ բան է անելու։ Փաշինյանը գնալու է, Փաշինյանի մարդիկ գնալու են տրցակներով քվեատուփ լցնեն։ Այդ օրը տեղամասերում բան չի լինելու։ Ինչ լինի, ինչև է տա լինելու։ Կուսակցություն չգրանցել, կուսակցությանը չթողնել մասնակցի,
կալանավորել մարդկանց, ասեցի արդեն, բռնել դատել հակառակորդներին։ Դրա այդ արինեն ու դա այդ մարդը հիմա ամեն օր անում է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ սպասում են, որ այդ օրը պետքա կեղծիքները լինի։ Հիմա նաև մենք ունենք, ես իմ ուղիղ եթերներից մեկում մանրամասն բացատրել եմ։ Մոլդովայի վերջին փորձը։ Ընտրական տեղամասերում այլևս կեղծիքներ չեն լինում։ Չեն լինում։ Սա ուրիշ աշխարհ է։ Պրոցեսները մինչև այդ են տեղի ունենում։ Կարիք չկա հասցնել այդ օրվան։ Եվ Ռումինիայում նույն բանը եղավ, Մոլդովայում ա եղել, անգամ Ֆրանսիայում ա հիմա նման բան տեղի ունեցել։ Հիմնական նախագահական մրցակցին դատարանը արգելել է առաջադրվել որպես տեխնացու, մի հատ քրեական գործով։ Դուք հասկանում եք, նոր աշխարհի տենդենսներ կան, այս տենդենսների հետ մեր ընդդիմադիր ուժերը չեն ուզում հաշվի նստեն, դեռ են հին աշխարհի process-ների մասին է իրանց հարցը։ Լավա բանը վստահված անձ չեն հավաքում տեղամասերում, որ անպայման վստահված անձ լինի։ Անպայման պետք է մեկը այդ արխի կողքը կանգնած լինի։ Ոչ, ժողովուրդ ջան, միամիտ եք դուք։ Դուք մնացել եք նախորդ դարում։ Եթե մտածում եք, որ այդ օրն են գնալու ընտրությունները, կեղծ են։ Այդ օրը ընտրությունների կեղծում, որ գնացած քվեաթերթիկը կեղծ, չի լինելու նման բան։ Չի լինի, ինչ լինի, մինչև այդ ալինելու եւ ես ասում եմ, ես պնդում եմ, որ դա արդեն ամիսներ շարունակ սկսվել է։ Դա սկսվել է մոտավորապես մարտ-ապրիլ ամիսներից։ Դուք տաք եք, չեք էլ զգում, արդեն հոկտեմբեր ամիսն է, մարտից իշխանությունը սկսել ընտրությունները կեղծել, մարտ ամսից։ Դուք չեք նկատում։ Օրինակ ես հայտարարություն արեցի, որ վարչապետ Փաշինյանը իր նախընտրական արշավի թեզերը իրական Հայաստանի դրել պետբյուջեից ֆինանսավորել է եւ գյուղ գնում իրական Հայաստանի թեզերը կրթությունը նորաձև է արշավի մեջ ներկայացնում է։ Պետբյուջեից է վճարվում։ Մարդը պետբյուջեից իր քարոզար արշավը սկսել է անում է։ Ընդդիմադիրները սպասում են, որ պետք է ընտրական տեղամասում քվեաթերթիկ գցեն բանի մեջ, բան անեն, հա, ասեն կեղծեն, կամ ՀՀԿ-ի նման գնան տեղամասի դեմը 10,000 դրամ բաժանեն սենց։ Այդ փող բաժանելու հարցերն էլ ալուծած։ Հայտարարում են ձեր աշխատավարձերը բարձրացնում ենք, հայտարարում են բանակը կրճատում ենք 1.5 տարի, հայտարարում են պրեմիաներ ենք տալիս, հայտարարում են պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու ենք, նախագիծը դրված է սեղանին, հիմա չենք շրջանառում, որովհետև բոլորը հայհոյելու են։ Մի քիչ ուշ ենք ուզում շրջանառենք, որ մի քիչ հայհոյեն կամ չգիտեմ ինչ։ Վարչապետի խոսքերին եմ հղում կատարում։ Այս ամեն ինչը տեղի ունենում բոլորի աչքի առաջ, իրանք նստած ինչ են խոսում։ Ում են գժի տեղ դրել, էլի, շատ պարզ է այս ամեն ինչ։ Գիտեք, վերջին շրջանում ավելի հաճախակի է խոսքում Թրամփի ուղու մասին, այն ճանապարհը, որը Ալիևը համառորեն ասում է Զանգեզուրի միջանցք, այդ մասին շատ է խոսում, շատ է ասում, եւ պիտի ասեմ, որ այն գնալով էլ ավելի ու այսպես ուժգին դառնալու, քանի որ շատերն են հասկանում այդ ճանապարհի դերն ու նշանակությունը։ Ձեր կարծիքով այն ծրագիրը, որը այսօր փորձում են իրականացնել մեր իշխանությունները ադրբեջանա-թուրքական այդ տանդեմի հետ, ի վերջո հաջողություն կունենա։ Գիտեք ինչ կա, մինչև ընտրությունները այս ծրագրի հետ կապված ես չեմ տեսնում, որ որևէ բան կլինի։ Ինչու, որովհետև Էրդողանը եւ Ալիևը թողել են, որ մենք հանգիստ մնանք, որ Փաշինյանը կարողանա ասել, որ տեսեք նորմալ ամեն ինչ, խաղաղություն է եկել, խաղաղության 2 ամսեկան է արդեն, բարուր երեխա է խաղաղություն է եւ այլն, որ ինքը կարողանա վերընտրվել։ Վերընտրվելուց հետո ինչու են նրանք անդադար ասում Միջանցք։ Գալու են ասեն, եղբայր ջան, մենք այն ժամանակ էլ ենք ասել, որ Միջանցք է, հիմա էլ ենք ասում Միջանցքը տվել եք, ստորագրել եք, պետք է անենք։ Ում են գնալու բողոքեն։ Նախագահ Դոնալդ Թրամփին կներեք էլի այնպիսի բաներ են տեղի ունենալու, եթե այս իշխանությունը վերընտրվի, որը ես չգիտեմ, որ չեք պատկերացնում ինչա դառնալու։ Դրա համար եմ ես ասում, որ պետք է ամեն ինչ անել, որ այս վիճակից դուրս գալ եւ տեսնել թե ինչ մարտահրավերներ են գալիս մեզ ընդառաջ, էլի։ Հիմա ես այդ եկող բաներից եմ խոսում։ Կարող է մտքով առաջ ենք ընկնում այս իմաստով, բայց ախր դրանք տեղի են ունենալու։ Եվ հիմա պետք է անել այն գործողությունները, որը մենք հիմա քննարկում ենք, որպեսզի դրանք տեղի չունենան։ Ամեն անգամ կարելի է նույն բաները ասել։ Հիմա 21 թվականներ ամբիոնից դիմեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, խորհրդարանական ամբիոնից, եւ խնդրեցի չմտնել պայքարի մեջ Փաշինյանի դեմ։ Եվ ասացի, եթե դուք մտնեք պայքարի մեջ, ինքը ձեզ օգտագործելու է եւ վերընտրվի։ Չլսեցին, պարոն Ղուչյան։ Պայքարեցին, Փաշինյանը վերընտրվեց։ Հիմա իրանք գոհ են, որ իրենց ծննդավայրը չկա։ Արցախը չկա։
իրենց ծննդավայրը չկա, այսինքն լավ մի անգամ պարտվել եք, Արցախը չկա։ Եթե մի անգամ էլ նույն ձևի մասնակցեք, պարտվեք, այդ ժամանակ ինչը չի լինելու։ Դուք ձեզ դիսկոմֆորտ չունեք ձեր հետ կապված այդ հարցում, էլի։ Ձեզ լավ եք զգում, որ դա տեղի է ունենում։ Հիմա իրանք կան ասեն, բայ այնվաղ դե դուք հետ չմասնակցեք, չգիտեմ ինչ, բայց մենք չէ, մեզ չեն օգտագործել, որ վերընտրվեն, ձեզ են օգտագործել, որ վերընտրվեն։ Էսա պրոբլեմը։ Հիմա տեսնում էի, չէ՞ որ ասում էի, հոտից չէի ասում։ Ամբիոնից ելույթ եմ ունեցել, ասել եմ թող վերցնեն, դիտեն։ Հիմա էլ նույն ձևի ասում եմ, անձնական որևէ բան չկա, հասկացանք, որ դուք նախագահ եք եղել, շատ լավ է, եղավ, բայց որ սենց անեք ավելի լավ կլինի, հիմա կլսեք, չեք լսի, դուք գիտեք։ Հետո պոստֆակտում էլի գալու եք արձանագրեք, որ ինչ ասում էի, տենց էլ եղավ։ Գիտեք, շատ ցավալի մի հարցի մասին էլ խոսենք։ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի այդ զեկույցը այդպես էլ չմտցվեց ազգային ժողով։ Ժողովրդական լեզվով ասած ջրվեց գնաց, բայց իշխանությունները հասկանում են, եթե այն քննարկվեր, ինչ փաստեր էին բացահայտվելու եւ թե դավաճանություններ ակնհայտ դառնալու եւ թե այնպիսի փաստեր, որոնց մասին անգամ դժվար է երևակայել։ Ուրեմն, պարոն Ղուշյան, քանի որ զեկույցը կազմել են իշխանությունները, հենց իրենք, այսինքն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կազմված զեկույցը։ Այդ զեկույցը ամբողջությամբ մեղադրում է նախկին ռեժիմին, նախկին իշխանություններին է մեղադրում պատերազմի պարտության համար։ Ու որոշակի մեղադրանքներ կա գործող իշխանությունների այնպիսի ճյուղերի նկատմամբ, որոնք այլևս չկան։ Փաշինյանը նրանցից ազատվել է, հա, այնտեղ կարող է Օնիկ Գասպարյանին են մեղադրում, Դավիթ Տոնոյանին են մեղադրում, չկան այդ մարդիկ։ Պետական կառավարման համակարգում չեն, Տոնոյանի նկատմամբ քրեական գործ կար, հիմա խափանուչոցը փոխվել է։ Ուզում ասեմ, այդ զեկույցը հիմա տպավորություն կա, թե մի հզոր բան է ջուրը լցվե, բան։ Ի սկզբանե ես ուզում եմ ասել, որ դա կոմունալ զեկույց է, դա ամբողջ խնդիրները չի բացահայտում, դա մեղավորներին չի բացահայտում, բայց իշխանությունները որպեսզի նորից այս պատերազմի հարցը չքննարկվի, այսպես կոչված երկուամսական խաղաղության ընթացքում որոշել են, որ զեկույցը չպետք է քննարկվի։ Մեկ, մի պատճառը սա է։ Երկրորդ պատճառը, նրանք դրանով նաև պատժում են Անդրանիկ Քոչարյանին, որովհետև ըստ էության դա Անդրանիկ Քոչարյանի բենեֆիսն է, ինքը դրանով տենց պետքա նորից տենց վեր հառներ, տենց Փյունիկի պես նորից վերածնվեր որպես քաղաքական դերակատար, բայց նրան որոշել են դուրս շպրտել ԿՊ-ի ցուցակից, նա չի լինելու այդ ցուցակում, եւ որոշել են, որ նա այլևս դերակատար չի, օգտագործել են եւ վերջ։ Հիմա դրա համար բանա իբր զեկույցի ժամկետն անցել է, այնտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, դե չի լինի, օրենքը թույլ չի տալի, բան, նա էլ ասում է, չէ, անձնական չի խնդրեմը, զուտ տեխնիկական օրենքի բանավեճ է։ Գոնե վերջին օրերն Անդրանիկ Քոչարյան, դիմում եմ հիմա Անդրանիկ Քոչարյանին։ Դու էլ չես դինելու ԿՊ-ի ցուցակում։ Քեզ շպրտելու են դուրս։ Ինչ ես պատմում, որ բանա տեխնիկական է օրենքի կետի համաձայն Ալեն Սիմոնյանը, դե ասուլի սարավ ելույթ ունեցի բացատրի մարդկանց ասա է իրավիճակը։ Եթե տենց սկզբունքային ուժեղ տղա ես։ Դե խոսա բա։ Թե սպասում ես վերջնական որոշվի, որ դու չես ելնելու այդ ցուցակը, դեռ հույս ունես։ Նույն այն ժամանակ դու զգաս խոսաս։ Դե խոսա։ Ու չեմ ասում բանա գախնիկը հրապարակի։ Կանգնի ասա քաղաքական որոշումը չեն ուզում զեկույցը քննարկվի։ Թեկուզ այդ պրոիշխանական զեկույցը, որը ոչ մի բան չի բացահայտելու։ Թեկուզ այդ պրոիշխանական ոչ մի բան չբացահայտող զեկույցը։ Ասում եմ էլի, ես գիտեմ ինչ է դրա մեջ։ Բաց զեկույցը բան են արել։ Դա պատերազմի քննությունը տապալել են այն ժամանակ, երբ որ խորհրդարանում, դերևս նախկին խորհրդարանում, ես նախագիծ կազմեցի, առաջարկեցի, որ ստեղծենք այդ հանձնաժողովը, բահա բան լավ մի կայո անպայման պետք է անենք, 1000-ից ավելի քրեական գործեր ենք հարուցել, կպետք է քննվեն, բան, վերջը ինչ եղավ, խորհրդարանը երբ որ ցրվեց, նոր խորհրդարան ձևավորվեց, իրանք իրանցով կազմեցին եւ այն ժամանակվա իմ առաջարկը պարիտետային հանձնաժողով ստեղծելն էր։ Իրենք կազմեցին իրանց հանձնաժողովը։ Պարիտետային հանձնաժողովը ինչ է նշանակում, որ բոլոր ուժերից մասնակիցներ կան process-ի մեջ եւ այդ բոլոր ուժերի մասնակիցները բալանսավորում են հանձնաժողովի որոշումների կայացման ընթացքը։ Եվ դա կարող է օբյեկտիվ լինել, օբյեկտիվ քննություն լինել։ Հիմա իրանք իրանց թիմով քննել են բոլորին մեղադրել, իրանց չէ։ Ումա պետք է զեկույցը, ոչ մեկին։ Պարոն Մարուկյան, արդեն հիշատակեցի Արցախը, իհարկե այդ ցավալի կորուստը,
մի հարց էլ առնչվող Արցախն, այ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ընդհանրապես մեր գերիների ճակատագիրը Բաքվում շարունակվող այդ անօրինական դատավարությունը միթե այս հարցի մասին իշխանությունները այդպես էլ չեն ուզում ոչ մի կերպ խոսել, թե ընտրություններից առաջ դա իրենց ձեռնտու չէ։ Գիտեք, ես որ տեսնում եմ, որ բացարձակապես նաև մեր հանրային կյանքում, մեդիաներում, օրինակ Արցախում հիմա դատավարությունները, ասեմ Արցախում, Բաքվում դատավարությունները գնում են, մեր Արցախի նախկին ղեկավարության, տարբեր մարդկանց, ովքեր ռազմագերի են հիմա, եւ Հայաստանում դա ոնց է լուսաբանվում։ Ո՞վ է հետևում դրանց։ Հասկանում եք, ամեն ինչ արվում է մոռացության տալ։ Ամեն ինչ արվում է մոռացության տալ էս ամեն ինչը։ Եվ ես ուղղակի ապշած եմ, էլի լավ սա ինչքան պետքա մենք դառնանք անսկզբունքային, էլի։ Սա ինչ, մենք ինքնասիրություն չունենք լավ որպես պետություն, որպես ազգ, ասենք մեր մարդիկ բանտերում լինեն, դատվեն եւ նրանց դատավարության ժամանակ Հայաստան պետությանը մեղադրանքներ ներկայացվի, եւ մենք ասենք մենք կապ չունենք։ Այստեղ խաղա, համերգներ արեք, ֆեստիվալ, ռաբան, կերեք, խմեք, քեֆ արեք, ժողովուրդ ջան, ինչ ա եղել։ Վայելեք, ինչ ա եղել, տենց դա ճիշտ է։ Այդ ցեղասպանության ժամանակ էլ հայության մի մասին կոտորելուց են եղել, այն մի մասը այն մյուս հատվածներում հանգիստ իր համար բան է, դա ճիշտ է։ Չգիտեմ, ուզում ասեմ լավ ժամանակներ չեն, լավ ուրիշ չի այն առաջարկները, որ ես անում եմ։ Այդ առաջարկները լավ ուրիշ չի, որ ես անում եմ։ Դա իրողությունները հաշվի առնելով եմ ես անում։ Ես ինքս բազմաթիվ իմ մտքի մեջ, ես ինքս բազմաթիվ զիջումների եմ գնում, բազմաթիվ կոմպրոմիսների եմ գնում, որ կարողանամ նմանատիպ քաղաքական առաջարկներ անել։ Ինչու, որովհետև այլընտրանք չկա։ Եթե ամենքը իր ասացին կանգնի ու ասի, չէ, ճիշտը սա է, վեր, ես հենց եմ, վեր չի լինի բան, Փաշինյանը նորից է ընտրվելու։ Այս սրա մասին է խոսակցությունը։ Դե չէ, հա մենք եք կարանք կանգնենք, ասենք, չէ, որ չէ։ Չէ, մենակ մենք պետք է լինենք, չէ, ամենալավը մենք ենք։ Եվ ասելով չի։ Այո, ձեր փաստերը ինչպես միշտ շատ այսպես եւ տեղին են եւ ամենակարևորը շատ ճշմարտացի։ Պարոն Մարուկյան, մի փոքր խոսենք այն իրավիճակի մասին, որը ընդհանրապես աշխարհում ստեղծվել է։ Այդ տեսեք, Ռուսաստան, Ուկրաինա, Իսրայել, Իրան, Իսրայել-Պալեստինայից հարաբերությունները, հակամարտությունները իհարկե շատ նաև նշանակություն ունեն մեր տարածաշրջանի համար։ Այդ մասին ինչ կասեք, ինչ զարգացումների կարող ենք մենք ականատես լինել մոտ ապագայում այս ոլորտում։ Ընդհանրացնելով պետք է ասեմ, որովհետև ընդհանրացնելով կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմների։ Ամբողջ աշխարհը, թե Եվրոպան, թե Ռուսաստանը պատերազմի մեջ է, թե ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, որոնք որ Եվրոպական միության անդամ չեն, թե Միացյալ Նահանգները, թե արաբական պետությունները, Կենտրոնական Ասիայի պետությունները, այսինքն բոլորը պատրաստվում են պատերազմների։ Եվ աշխարհում միակ երկիրը, որ ամեն օր խոսում է խաղաղությունից, կարծելով որ ինքը որ շատացի խաղաղություն կլինի, դա Հայաստանն է։ Ասենք Միացյալ Նահանգները ինչ խնդիր ունի պատերազմի։ Պենտագոնը անվանակոչում է այլևս պատերազմի նախարարություն։ Հասկանում եք, եվրոպական երկրները պատրաստվում են պատերազմի, բոլորը պատրաստվում են պատերազմի, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ռազմական բյուջեն ավելի է խոշորացնում, ավելի է բյուջեն մեծացնում, բոլորը պատրաստվում են պատերազմի, միայն Հայաստանն է, որ ձեռքերը բարձրացրել է, ասում է բանը, մենք հանձնվել ենք, մենք հանձնված ենք, դա որևէ լավ տեղ չի տանելու, տեսեք, ակնհայտ է, որ մենք պատերազմական հռետորաբանության մասին չենք խոսում հենց հիմա, որ մենք պետք է ասենք պատերազմ ենք ուզում կամ ոչ, բայց այդ բոլորի տրամաբանության մեջ մենք դարձել ենք անհասկանալի մի հատ միավոր է չի արդեն, եւ այդ բոլորի տրամաբանությունից դուրս ես մնում դու, մտածելով, որ դու խաղաղությունից շատ խոսած, այդ խաղաղությունը լինելու է, այդպես չի լինում խաղաղությունը, դա ուժերի բալանս է ենթադրում, դա տնային աշխատանք է ենթադրում, ՊՆ փոխնախարարը Աժամբյոնից ասում է մարդ չունենք զորահավաքների համար, որը որ այդ հայտարարությունը եթե մեկը գաղտնի միտեղ գրեր պետական դահաճանությունով կբռնեին կալանավորեին կդատեին,
կասեին չի կարելի մեր ներքին ինֆորմացիան տալ։ Մարդը ամբիոնից ասում է։ Եվ դրա համար զորահավաքներ են կանում։ Եվ նույն գերատեսչությունը շրջանառության մեջ ա դնում բանակի ժամկետը 2 տարի 900 կրճատելու նախագիծ։ Հասկանում եք, նույն գերատեսչությունն է։ Որևէ մեկը կարա հետևություններ անի, հասկանա ինչ են մեր ընտրված ղեկավարները ուզում անել այս երկրի հետ։ Կամ նրանց ընտրողները հետևություններ անում են, ում են ընտրել, ում են իրանց երկրի ճակատագիրը վստահել, տվել։ Էս է իրավիճակը։ Դրա համար Փաշինյանի 3-րդ ժամկետը պետք է թույլ չտրվի, եւ դրա համար 26 թվականին Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ չպետք է ունենանք։ Պետք է փոխել այս համակարգը։ Պարոն Հակոբյան, ես իհարկե այն կարծիքին եմ, այդ մասին բազմիցս ասել եմ, որ այդ խաղաղության պայմանագիրը, այդ խաղաղության գաղափարը, որը մեր իշխանությունները արդեն քանի երրորդ տարին տանում են առաջ, իմ կարծիքով դա մի փուչ գաղափար է։ Այդ դուք անձամբ ինչ կարող եք այդ մասին ասել։ Հավատում եք, որ ի վերջո այն կարող է այսպես իրական տեսք ունենալ։ Տեսեք, այն տեքստը, որը որ ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր, դա Հայաստանը հաշմանդամ դարձնող մի փաստաթուղթ է, բոլոր հոդվածները Ադրբեջանի պահանջներն են եւ Ադրբեջանի օրակարգն է այդ փաստաթղթում ամրագրված, որը ուզում են բերեն ազգային ժողով վավերացնեն, երբ որ կստորագրվի։ Միամիտ մարդիկ կան կարծում են, թե Ադրբեջանը դա չի ստորագրելու, անպայման ստորագրելու է մի օր, որովհետեւ դա իրան պետք է եւ դա իր պահանջների մենյուն է ամբողջական եւ ես հույս ունեմ, որ մինչեւ դրան հասնելը մենք կարողանանք իշխանությունը փոխել եւ նստել նոր բանակցությունների, նոր փաստաթուղթ ստանալ, որը կլինի խաղաղության պայմանագիր, ոչ թե պետությունը հաշմանդամ դարձնելու պայմանագիր։ Շնորհակալ եմ այսօրվա համար, պարոն Մանուկյան, շատ ուրախ եմ, որ մեր հյուրն եք։ Հույս ունեմ, որ մեր հաջորդ հանդիպումը ձեզ հետ արդեն կկայանա Երևանյան մեր տաղավարում, ձեզ ամենայն բարի, պատրաստվեք ընտրություններին եւ պետք է անել ամեն ինչ, որպեսզի առողջ ուժերը կարողանան համախմբվել։ Շնորհակալ եմ ձեզանից։ Շնորհակալ եմ եւ ձեզ բարի գալուստ եւ առողջություն, լավ եղեք։ Կսպասենք։ Սիրելի բարեկամներ, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մանուկյանն էր մեր տաղավարում։ Ինչպես ասացի, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։